Երկու մասով պետք է արձագանքեն բերետների վարքագծի եւ արդեն փարաքարի դեպքերի մասով։ Տիկին Սարգսյան, այսինքն դուք իսկապես այդ տեսանյութերը չեք տեսել եւ ուղակի անչափահասը նույնիսկ կանգնած է, բերետը մոտիկ անում է նրան, քաշում է, ծեծում է, իսկապես դա չեք տեսել։ Ոնց կարող է դա տեսած չլինեիք։ Հետո ասում եք որոշ մարդկանց գործունեություն նկատի ունեք բերետների, լավ չի։ Այդ ես եմ ասում, որ լավ չի, բայց լավ չից հետո դուք պետքա կոնկրետ գործողություններ իրականացնեք։ Փաստորեն ձեր եւ ձեզանից նախորդ ոստիկանապետերի միջև տարբերությունը այն է, որ նախկին ոստիկանապետը օրինակ այդքան էլ գրագետ չէր ձևակերպում, թե ինչու են բերետները ծեծում, դուք բավականին կուլտուրական գրագետ ձևով բացատրեցիք, թե խի պետքա բերետները ծեծեն։ Ձեր միակ տարբերությունը այդ գրագիտության բանի ավելցուկի մեջ է։ Հիմա ըստ էության Վալոդիա Գրիգորյանի դեպքի մասով։ Տիկին Սարգսյան, մեզ վրա մի վաճառեք է որպես հերոսություն, որ դեպքից հետո դուք գնացել եք փարաքար։ Ես խոսում եի կանխարգելման մասով։ Դուք ասում եք ինչ եք արել սպանությունից հետո։ Ընդ որում, որպես հանգամանք փաստ ներկայացնում եք, որ դա Փետրվարյան դեպքերի շարունակությունն է, բա որ Փետրվարյան դեպքերի շարունակությունն է, 6 ամիս է անցել։ Ենթադրեք դուք ճիշտ եք, որ դա է ընթացքը եղել, Փետրվարյան դեպքերը եղել են 6 ամիս հետո, ինչպես դուք եք ասում, վենդետա է եղել։ Բա 6 ամիսը դուք չէիք կարողանում նորմալ վերահսկողություն իրականացնել։ Ասում եք տարիներ շարունակ հո այնտեղ պահակակետեր եւ այլն չէին դնելու, տարիներ շարունակ չի, 6 ամիս հետո է տեղի ունեցել դեպքը։ Ընդ որում ասում եմ տվյալ անձը, ով սպանություն է իրականացրել, նույնիսկ կրակել սովորել է տվյալ համայնքում։ Ոնց չեն նկատել այդ ամեն ինչը։ Ու խնդրում եմ, ես խոսում եմ նրա մասին, որ դուք պարտավոր եք կանխարգելել, թե հետո ինչ եք արել։ Բնականաբար այդ բացահայտումները տեղի կունենան, ես հուսով եմ ամբողջական բացահայտում տեղի կունենա, բայց խնդրում եմ մեզ վրա մի վաճառեք որպես մեծագույն հերոսություն, որ դեպքի գիշերը դուք գնացել եք փարաքար։ Ես խոսում եմ նրա մասին, որ դուք կրում եք պատասխանատվություն չկանխարգելելու համար։ Ես մինչև նախարին ձայնը տալը Տիկին Գրիգորյան ասեմ, որ պետքա արձանագրել, որ բացահայտումը լիարժեք տեղի ունեցել կատարողի մասով։ Մնացած մասով, թե որտեղ է պատրաստվել եւ այլն, տեղեկացնեմ ձեզ, որ մենք ունենք լիցենզավորված ուսումնական կենտրոններ, որտեղ շատերը գնում են, հարավոր մարդիկ կրակել են սովորում եւ բնականաբար օպերատիվ տեսանկյունից շատ հնարավոր է պետքա ուշադիր լինել, բայց ինչ վերաբերում է փարաքարի բացահայտմանը, բացահայտում է իրականությունը եւ մնացած դրվագները ըստ անհրաժեշտության եթե ի հայտ գան, դա կամբողջացնի բացահայտման խնդիրը։ Իսկ ուժի կիրառման հետ կապված վերջերս Արմեն Խաչատրյանը մի ձևակերպում էր տվել, որպես իր փորձից ելնելով, որը շատ համահունչ է, որտեվ ուժի կիրառման ընթացքում ընկալումները տարբեր են լինում։ Ես կարծում եմ նախարարը կարձագանքի, որովհետեւ մեկ աչքով նայում ես, որ դա ոնց որ թե ուժի կիրառման սահմանը անցած է, մեկ այլ պարագայում, որ ուժի կիրառումը նաև իրականացվում է ըստ անհրաժեշտության։ Տիկին նախարար, խնդրեմ, արձագանքեք եւ սա միակ դեպքն էր փարաքարի հետ կապված, որ որոշեցի, որ արձագանքման այդ հնարավորությունը տալ։ Մնացածը կշարունակենք ըստ հերթականության։ Շնորհակալություն, Տիկին Գրիգորյան, ես որևէ մեկի վրա, առավել եւս ձեզ վրա, որևէ բան չեմ վաճառում։ Ես Վաղաշապատի ոստիկանության բաժնում կարող էի չգտնվել։ Եվ ձեր խոսույթից էլ ես առնվազն հասկացա, որ դուք նախարարության կառուցվածքը չգիտեք։ Դուք չգիտեք ներքին գործերի նախարարի լիազորությունները, դուք չգիտեք ոստիկանապետի լիազորությունները, դուք չգիտեք ոստիկանության լիազորությունները, եւ դուք նաեւ չգիտեք, որ եթե ձեր ասածով մի քանի ամիս շարունակ կոնկրետ փարաքար համայնքում կարող է անձը սովորած լինել եւ այդ մասին չիմանա ոստիկանությունը, նախարարը օպերատիվ ծառայող չի, Տիկին Գրիգորյան։ Նախարարը համայնքային ոստիկանության տեսուչ չի, Տիկին Գրիգորյան։ Նախարարությունը ոստիկանության ոլորտի քաղաքականություն մշակող մարմին է եւ նախարարը ոստիկանության գործունեության քաղաքական պատասխանատուն է։ Եվ քաղաքական պատասխանատու լինելով հանդերձ կիսամյակային ամփոփման շրջանակներում ես օգտվելով իմ լիազորություններից, այո, գնահատել եմ, որ Վաղաշապատի ոստիկանության բաժինը լավ չի աշխատել եւ ոստիկանության բաժնի պետը ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Ես իմ լիազորության շրջանակներում գնահատել եմ, որ բարեկային ծառայության գումարտակի հրամանատարը լավ չի աշխատել եւ իմ հրամանով ազատել եմ համապատասխան պաշտոնից։ Եվ քրեական ոստիկանության պետին տվել եմ խիստ հանձնարարական, որ
պետք է միջանձնային հարաբերությունների մասով ինտենսիվացվի քրեական ոստիկանության աշխատանքը տեղում։ Դեպքը տեղի է ունեցել եւ դրան հաջորդել է իմ լիազորության շրջանակներում կրկին Արմավիրի մարզի քրեական ոստիկանության պետի ազատում զբաղեցրած պաշտոնից։ Սա ուզում շատ հստակ լինի, որովհետեւ դուք էլ կարող եք գեղեցիկ ներկայացնել, մանիպուլատիվ ներկայացնել, բայց փաստը այն է, որ ներքին գործերի նախարարը ոստիկան չէ։ Եվ կարծում եմ, որ այստեղ մենք կարևորագույն խնդրի հետ գործ ունենք։ Եթե ազգային ժողովում չի ընկալվում ներքին գործերի նախարարության ձևավորման փիլիսոփայությունը, տրամաբանությունը, այստեղ իրականում շատ ուրջ խնդիր ունենք։ Եթե կարիքը կա, մենք կարող ենք նորից անդրադառնալ ներքին գործերի նախարարության գործառույթներին։ Ես սիրով պատրաստ եմ, բազմիցս եկել եմ, ես սիրով պատրաստ եմ նորից ներկայացնելու նախարարության գործունեությունը, նախարարի լիազորությունները, նախարարի պատասխանատվության տիրույթը, նախարարի լիազորությունները։ Ինչ վերաբերում է կարմիր բերետներին, իմ լիազորության շրջանակներում կրկին Ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն վարչությանը տրվել է համապատասխան ցուցում դիտարկելու ծառայողների վարքագիծը։ Ծեծ ոչ իրավաչափ վարքագիծ Տիկին Գրիգորյան այս պահի դրությամբ արկա նյութերով չի հաստատվում։ Եթե ունեք տեսանյութ, որտեղ նորից եմ շեշտում, ոչ իրավաչափ վարքագիծ, որը որ մենք հստակ փաստական, ոչ թե խոսակցությունով, այլ փաստական կտարբերակենք ոստիկանի կողմից ֆիզիկական ուժի գործադրման իրավիճակից, ոչ մի խնդիր չկա, այդ դեպքերը մենք սիրով կարող ենք քննարկել եւ բազմաթիվ են այնպիսի դրվագները, երբ որ իմ հանձնարարականով համապատասխան հաղորդում է ուղարկվում գլխավոր դատախազություն եւ պիտի նաեւ փաստեմ, որ երբեք այսչափ հաղորդումներ ոստիկանության ծառայողների վարքագծի մասով գլխավոր դատախազություն չեն ներկայացվել։ Սա կարծում եմ ցուցիչ է նախարարության կողմից վերահսկողական, ինչը որ օրենքով է նախատեսված, վերահսկողական գործիքակազմի կիրառման առումով եւ ըստ այդմ շարունակելու ենք այս տեմպով աշխատանքը, շնորհակալություն։ Տիկին Սարգսյան, շնորհակալություն, ասեմ նախարարության ստեղծման պահանջը ձևավորվել է քաղաքական կոնսենսուսի շրջանակում, որին մասնակից եղել է նաեւ ընդդիմությունը։ Այսինքն նախարարության ստեղծումը շատ կարեւոր քայլ է եւ դուք շատ ճիշտ նկարագրեցիք, որ այդ քայլը ինչ է իրանից պարունակում եւ այդտեղ այս աշխատանքների շարունակականության մեջ պետք է տեսնենք նաեւ այն հաջողությունները կամ նաեւ չլուծված խնդիրներին մոտենալը, որ տալիս է հենց այդ կառուցվածքի շնորհիվ։